ունեմ ես ասելով քորեբը 5 կտակարան էի նկատի ունեմ եւ Պենտեկոստեն նոր կտակարանը։ Մենք նրանք, որ կարդում են Աստվածաշունչը, ուսումնասիրել են Աստվածաշունչը, մի պարզ թեթև դու կարդաս Աստվածաշունչը ծննդոցից մինչև հայտնություն, եթե անգամ 5 ամիս դատելի արժի կարդալ, որտեղ որ չես հասկանում, ուղղակի թերթի առաջ գնա, պետք չի խորանաս, բայց մի պարզ կարդալ Աստվածաշունչի, այնքան վառ է երևում, որ մեր Աստվածը հավիտենական կրակ է։ Աստված իր մասին գրում է, մեր Աստվածը մաշող կրակ է։ Աստծո մարդիկ եւ որ հանդիպել են Աստծո հետ, այդ կրակը շատ ուժեղ իրանք տեսել զգացել են, մի ամբողջ ժողովուրդ, եւ որ Եգիպտոսից դուրս եկան հրեաները Մովսես մարգարեի առաջնորդությամբ, Աստված ասավ նրանց առաջնորդի Սինա սարի կամ Քորեբ սարի մոտ։ Եվ որ նրանց առաջնորդեց, ասում է այդ գիշերը Աստված իջավ այդ սարի վրա։ Սարը ասում է մխում էր, կրակով մխում էր, վառվում էր։ Եվ ասում է Աստծո ձայնը, որ հնչում էր շատ փողերի ձայնի նման էր, այնքան հուշկու էր, որ ժողովուրդը սարսափեցին, Մովսեսին խնդրեցին, ասին ինչ կլինի, դու գնա Աստծո հետ խոսա, մենք վախենում ենք այս ձայնից։ Ընդամենը Աստված 10 պատվիրանները բարձր ձայնով սարի գլխից ասավ, սարը սկսեց մխալ, եւ խավար էր, եւ մառախուղ էր, եւ կրակ էր այդ սարի գլխին։ Անկամ Մովսեսը, որ սովոր էր Աստծո հետ դեմ արդեն խոսելու, նայեց այդ կրակին, ասավ, ես էլ եմ սաստիկ վախենում եւ սարսափում։ Պատկերացնում եք, սիրելիներ։ Այսինքն այն Աստվածը, որին մենք ճանաչում ենք փրկիչ, բարի, սիրող, որպես պապա եւ հայր, բժշկող, խնամող, մխիթարող, հոգացող Տեր Աստված, այդ Աստվածը նաեւ սուրբ եւ հզոր կրակների մեջ, հավիտենական կրակների մեջ բնակվող Տեր Աստվածը, Սուրբ Գիրքը մեզ այդ ձև ասում։ Դրա համար ես ուզում եմ այսօր ձեզ ներկայացնեմ հին ու նոր կտակարաններից, հին կտակարանից մի քիչ արագ կգնամ, համարները շատ են, նոր կտակարանների համարները քիչ եմ ընտրել, բայց շատ կարևոր պատմություն եմ ձեզ փոխանցելու սիրելիներ, ու ես հավատում եմ, Աստված իր խոսքի հետևը կանգնած է։ Այն խոսքը, որ Աստված տալիս է, եւ Սուրբ Հոգին ինքը այդ խոսքի հետևը կանգնած է։ Եվ եթե դու այսօր ուշադիր լսես այս խոսքը, ես համոզված ասում եմ քեզ, դու շանս ունես այդ Աստծո հետ հանդիպելու եւ Սուրբ Հոգով լցվելու։ Ես մի պահ կուզեմ մեր գլուխները խոնարհած ինձ հետ կրկնեք։ Ես աղոթեմ, դուք ինձ հետ ասեք. Երկնավոր Հայր, ես այստեղ եմ քեզ հավատալու պատճառով։ Եվ այսօր Սուրբ Հոգու գալու օրն է։ Ես ուզում եմ հանդիպեմ Սուրբ Հոգու հետ։ Դու ասել ես, եթե ես հաց խնդրեմ, դու ինձ քար չես տա։ Եվ սա նշանակում է, որ եթե ես խնդրում եմ Սուրբ Հոգին, Աստված ուրիշ հոգի չի տա ինձ։ Կտա միայն Սուրբ Հոգին։ Ես ընդունում եմ ճշմարտության հոգին եւ խնդրում եմ լցրու ինձ այսօր Սուրբ Հոգով եւ զորությունով։ Թող ես ճանաչեմ կրակների մեջ բնակվող ամենակարողին։ Ամեն։ Սիրելիներ, տեսեք, Սուրբ Գրքում կրակը հանդիսանում է Աստծո ներկայության եւ ուխտի, սրբության եւ դատաստանների որպես խորհրդանիշ։ Մի քանի բան է, որտեղ Աստված իր կրակներով գալիս է, դա նշանակություն ունի։ Ուրեմն, առաջի բանը, օրինակ Աստծո ներկայությունը եւ Աստծո ուխտը, եւ որ Աստված հաստատեց Աբրահամի հետ, դա գրված է Ծննդոց 15 գլխի մեջ։ Առաջի կրակների պատմությունը մենք հանդիպում ենք ստեղ, չնայած ամենասկզբից, եւ որ Ադամին ու Եվային Աստված դուրս արեց, ասում է սերովբեներ, քերովբեներ դրեց դրախտի դռան մոտ եւ բոցեղեն կրակոտ սուրը, որ դրախտի դռնով էլ ոչ մի մարդ արարած չկարողանա մտնի։ Աստված այդ դուռը փակեց եւ հետո դարեր հետո Քրիստոսի միջոցով բաց արավ։ Մենք հիմա ունենք այդ արտոնությունը մտնելու։ Տեսեք, առաջի կրակի պատմությունը տեղ ենք տեսնում։ Երկրորդը տեսնում ենք մենք Ծննդոց 15 գլխի մեջ, եւ որ Աստված Աբրահամի հետ ուխտ արավ։
Եվ Աստծո ուխտը սա էր. ես քո Տեր Աստվածն եմ, դու իմ երկրպագուն ես, եւ ես քո հետ պիտի լինեմ, քեզ պիտի պաշտպանեմ, եւ քո միջոցով ով Աբրահամ իմ փառքը պիտի հայտնեմ բոլոր աշխարհի վրա եղող ազգերին։ Սա էր ուխտի նշանակությունը։ Եվ երբ որ Աստված պիտի ուխտ աներ, Աբրահամին ասավ՝ մի քանի տեսակ զոհեր բեր, դրանց կտրի եւ դիր իմ առաջ, Արեգակի առաջ, ու երբ որ Արեգակը մայր էր մտնում, դա գրված է 15-17 խոսքի մեջ, եւ խավար տիրեց, ահա երևաց մի ծխացող հնոց, եւ բոցավառվող կրակ անցավ այդ բաժանված կենդանիների միջով։ Եվ այդ կրակի եւ այդ զոհերը բարելու միջոցով Աստված Աբրահամի հետ ուխտ արավ։ Սա նշանակում է այսօրվանից հետո ես քո Տեր Աստվածն եմ Աբրահամ եւ դու իմ անունը կրողն ես այս աշխարհի վրա։ Սա հզոր մի հատ ուխտ է եւ մենք այսօր տեսեք նրանք որ Հիսուս Քրիստոսի միջոցով հասնում են ջրի մկրտության, նրանց հետ այս նույն բանը տեղի անում սիրելիներ։ Երկրորդ կրակի պատմությունը հանդիպում ենք շատ վատ մի հատ իրավիճակի մեջ, Սոդոմ Գոմորի պատմությունը լսել եք, սա իրականը, սա փաստ է, հիմա այդ քաղաքների տեղը աղի լիճ է եւ մարդիկ այդ լճի խորքերում հայտնաբերել են այդ ավերակները եւ այդ քաղաքի պատմությունը փաստ է, կա Սոդոմ Գոմորը Աստված կործանել է, Ծննդոց 19-ի մեջ է եւ Աստված զգուշացրեց այդ քաղաքի բնակիչներին, այնտեղ կար ղովտը, հետո նենց եղավ որ մի օր Աստված իր ծառա Աբրահամի միջոցով այդ քաղաքի բնակիչներին գերությունից փրկեց։ Սա էլ էր նշան, զգուշացում, որ զգուշ եղեք, բայց այս ժողովուրդը ոչ մեկը չզգուշացավ եւ Աստված որոշեց այս քաղաքը կործանել։ Այս երկու քաղաքները եւ կողքի փոքր քաղաքները մի քանի րոպեի մեջ կործանվեց եւ սա Աստծո դատաստանն էր։ Բավականին երկար ժամանակ զգուշացումներից հետո սիրելիներ։ Հիմա էլ Աստված երկրի վրա դատաստաններ անում նույն կրակով։ Հիմա ես չգիտեմ որ տեսակի կրակն է Աստծունը։ Մենք տեսնում ենք Հոբի գրքում Սատանան էլ ունի իշխանություն կրակով վառելու տարածքներ։ Բայց Աստծո կրակը ինքը դատաստանի կրակ է։ Եվ այս քաղաքը Աստված կործանել, ջնջեց։ Եվ թեկուզ եւ այնտեղ կար հավատացող ողջ Իրակինը եւ իր երեխաները, նրանց փրկեց, նրանց դուրս բերեց, բայց մնացածները ովքեր որ չլսեցին, չհնազանդվեցին, կործանվեցին։ Տեսնում ենք որ Աստված դատաստան բերեց կրակի միջոցով։ Մի ուրիշ կրակի պատմություն հանդիպում ենք այրվող մորենու պատմության մեջ, եւ որ Մովսեսը իր ոչխարները արածացնում էր Քորեբ սարի մոտերքում, հանկարծ տեսավ, որ հեռվում մի Մորենին մենք գիտենք փոքր թուր, բայց այն մորենին, որ Սուրբ Գիրքն է նկարագրում, ինքը մեծ թփածառ է։ Մովսեսը տեսավ, որ այրվում է այս մորենին, բայց չի սպառվում։ Եվ իրան հետաքրքրվեց, ասավեց ոնց է, ծուխ չկա, կրակը կա, ծուխ չկա, եւ մորենին չի սպառվում։ Մոտեցավ, որ տեսնի, Աստված հրեշտակը այդ կրակի մեջից խոսեց Մովսեսի հետ։ Մովսես, ոտքերիդ կոշիկները հանիր, որովհետև այստեղը, որ դու կանգնած ես սուրբ վայր է։ Մովսեսը կոշիկները հանեց։ Մենք տեսնում ենք, որ այդտեղ հրեշտակը երևաց կրակի բոցի միջոցով, Մովսեսը դա տեսավ եւ մենք տեսնում ենք, որ այդտեղ մեծ Աստծո ներկայություն եւ հայտնություն իջավ Մովսեսի համար։ Մովսեսը պատգամը ստացավ, որ գնա Եգիպտոս իր Աստծո ժողովրդի չարչարված Աստծո ժողովրդին Եգիպտոսից հանի 400 տարի ստրկության մեջ եղող ժողովուրդը մի չոբանի միջոցով ազատագրվեց, որը նախկինում այդ փարավոնի արքունիքի առաջին դեմքերից էր եւ որ իմացան իր հրյա լինելը, իրան ուզում էին սպանել, ինքը փախավ Մադիամի երկիրը։ Տեսնում ենք, որ Աստծո կրակը այս պատմության մեջ որպես հայտնություն եւ Աստծո ներկայություն դրսևորվեց։ Ելից 13 գլխի մեջ արդեն եւ որ Իսրայելը Եգիպտոսից դուրս էր եկել, Կարմիր ծովը անցել են եւ մտել էին անապատ, իսկ անապատը սիրելիներ, գիտեք, մի ահռելի տարածք է անջրդի, որտեղ միայն օձեր ու կարիճներ են եւ ցերեկը այնքան շոկ անհնար այդ արևի տակ մարդ դիմանա, գիշերն էլ հակառակ այնքան ցուրտ է, որ մարդիկ ցրտից մեռնում են, եթե պաշտպանող հագուստներ չունենան։ Անապատը բոլոր ժամանակների մեջ կարողացել են անցնել միայն ուխտ ունեցող առևտրականները եւ նրանք, որ աստղերով կարողացել են կողմնորոշվել։ Այդտեղ ինքը մի քանի 100 կիլոմետր թե այսպես է եւ մի քանի 100 կիլոմետր այսպես է։ Եվ դու ոտքով շաբաթներ պիտի գնայիր ու ճանապարհը պիտի իմանայիր, որ կարողանայիր։
Եվ Աստված իր ժողովրդին հանեց այդ ահռելի անապատը։ Եվ այս ժողովրդին պաշտպանություն էր պետք ցերեկվա արևից։ Ինչ արավ Աստված։ Ցերեկը ամպեր սյուն կանգնացրեց, որը Սուրբ Հոգու խորհուրդն էր 5 կտակարանում։ Այդ ամպեր սյունը այնքան մեծ էր, որ ամբողջ օրվա ընթացքում Իսրայելի բանակը այդ ամպեր սյան ստվերի տակ էր։ Բնական կոնդիցիաներ ապահովեց Աստված։ Իսկ գիշերը երեկոյան կողմ եւ որ արևը մայր էր մտնում, այդ նույն ամպեսյունը վերափոխվում էր կրակեսյունի։ Գիտեք ինչի համար, որ լույս տա Իսրայելի ժողովրդին։ Իսրայելի ժողովուրդը ոչ միայն ունեին լուսինը բնական, այլ ունեին կրակեսյունը եւ սա Սուրբ Հոգու խորհուրդն էր, որ 40 տարի շարունակ Իսրայելի ազգին առաջնորդեց Աստված ցերեկը ամպիսյունով եւ գիշերը կրակիսյունով։ Մենք տեսնում ենք, որ սա նույն կրակը եւ ամպը Աստծո ներկայության 5 տակարանի լուրջ շոշափելի խորհուրդներ են։ Մենք տեսնում ենք դրանից հետո Ելից 19-րդ գլխում, եւ որ Աստված իջավ Սինա լեռան վրա, ես դրա մասին ասի չեմ կրկնվի, որ ամբողջ լեռը վառվում էր կրակով եւ այդտեղ Մովսեսը ստացավ 10 պատվիրանները, որ մենք այսօր կարդում ենք Ելից 20 գլխի մեջ։ Քո Տեր Աստծուն սիրիր քո ամբողջ սրտով, մտքով, հոգով եւ զորությունով, եւ Հիսուս ասավ, այն մնացած 9 բերեց դարձրեց մի հատ պատվիրան, եւ քո ընկերը սիրիր քո անձի պես։ Եթե նայում ենք 10 պատվիրանները, մենք այսօր էլ պահում ենք այդ 10 պատվիրանները սիրելիներ։ 5-ը վերաբերվում է 5-ը ուղղված է Աստծուն սուրբ պահելու եւ 5-ը մարդկային հարաբերությունները սուրբ պահելու։ Մի սպանիր, մի շնանա, մի գողանա սուրբ վկայություն, մի անի եւ մի նախանձի կամ մի ցանկանա, սա մարդկային հարաբերությունների համար է։ Այն առաջի 5-ը միջև Տիրոջ օրը սուրբ պահելը, Տիրոջը պատիվ տալը, կուրք չպաշտելը, հորն ու մորը պատվելը, սա աստվածային հարաբերությունները սուրբ պահելու համար է։ Գնացինք առաջ, հաջորդ կրակի պատմությունը։ Մենք տեսնում ենք սա նոր կտակարանում էլ ագրված, ես դա կշեշտեմ հետագայում։ Հաջորդ պատմությունը մենք տեսնում ենք Ղևտացիների գրքում, եւ որ աստվածային տաճարների, աստվածային վրանների մեջ, եւ որ Մովսեսը վրան սարքեց եւ հետո դրանից մի քանի 100 տարի հետո Սողոմոնը տաճար սարքեց, մենք տեսնում ենք այս տաճարի եւ այս վրանների մեջ զոհասեղանի կրակը երկնքից Աստված է վառում։ Աստծո կրակը իջնում էր եւ այդ զոհերը լափում էր սիրելներ, որովհետեւ Աստծուն եթե մենք ճիշտ տաճար ենք պատրաստում, եթե մենք մեր սրտերը իրոք նվիրաբերում ենք Աստծուն, Աստծո կրակը հայտնվում է մեզ, Աստծո ներկայությունը հայտնվում է մեզ եւ մեր մեջ մի հատ իսկական կրակ է վառվում, կյանքի կրակ, նվիրման կրակ, ճիշտ ապրելու կրակ, բարոյա հոգեբանական կրակ, հասկանում եք, Աստծո կրակը մեզ ունակ է դարձնում ոչ միայն այս աշխարհի խնդիրներին դիմադրել, այլ լինել ել ավելի հաղթող, քան իրական հաղթողներն են։ Աստծո կրակը մեզ այդպես ունակ է դարձնում, ոչ թե մի կերպ պաշտպանվել, խեղճ-խեղճման գալ, եւ որ հիվանդությունը թակել է մեր դուռը, մենք մտածենք, վայ, ես կմեռնեմ, ոչ, Աստծո կրակը դրա պատասխան ունի։ Աստծո կրակը կարա վառի, այրի բոլոր հիվանդության, բոլոր տեսակի բջիջները, վիրուսները եւ բակտերիաները։ Հասկանում եք։ Եթե մենք մեր սիրտը տալիս ենք Աստծուն, Աստված է իր ներկայության կրակով մեր հոգու մեջ սկսում է մեզ դարձնել այդպես հաղթական սիրելներ։ Ուրեմն տեսնում ենք 5 տակարանի մեջ, որ Աստված զոհերը կրակով էր վառում։ Երրորդ Թագավորաց 18 գլխի մեջ Եղիայի պատմությունը դուք շատ եք լսել։ Կարմեղոս սարի վրա Իսրայելը շեղվել էր կռապաշտ թագավորների եւ առաջնորդների պատճառով։ Ինչպես այսօր մենք տեսնում ենք մեր հայ ազգի մեջ ինչ է կատարվում։ Ցավոք սրտի, որ մեր եկեղեցու գլուխներից ինչեր ենք իմանում, ինչեր ենք լսում, եւ դա փաստ է սիրելիներ, եւ սա ահավոր է, սա մեծ կռապաշտություն է, եւ որ եկեղեցու առաջնորդը ուխտազանց է լինում, եւ որ եկեղեցու առաջնորդը կռապաշտ փողասեր է դառնում, եւ որ եկեղեցու առաջնորդը իրան Աստծուն ծառայության տալու տեղ դառնում է բիզնեսմենների առաջնորդ, չգիտեմ ինչ։ Մենք էլ ունենք բիզնեսմեններ, մենք էլ ունենք բիզնեսներ, բայց մեր սիրտը Աստծուն է նվիրված, մեր կյանքում էս չի առաջի տեղում, գումարը եւ ունեցվածքը չի, մեր կյանքում Հիսուսն առաջի տեղում։ Հասկանում եք սիրելիներ։
Եվ տեսնում ենք, որ ամեն ինչ եւ Իսրայելի մեջ այսպիսի պատմություն կար, հայ ազգի մեջ էլ ցավոք սրտի այսպիսի պատմություններ շատ եղել եւ հայտնվեց Եղիա մարգարեն ասավ միջև երբ երկու ոտքի վրա պիտի կաղաք, ով ժողովուրդ, եթե Տերն Աստված իրան պաշտեցեք, եթե այս կուրքերն են Աստված գնացեք նրանց պաշտեցեք։ Եվ հետո Եղիան տեսավ, որ այս ժողովուրդը այնքան մոլորված են, չեն կարողանում արձագանքել, զոհը դրեց, զոհասեղանը նորոգեց Իսրայելի 12 ցեղերին խորհրդի համապատասխան, զոհը դրեց, բերեց 12 կուժ ջուր լցրեց, փայտերը շարեց, զոհը դրեց եւ ասավ Տեր Աստված պատասխանիր ինձ, որ այս մարդիկ տեսնեն, որ դու ինձ հետ ես։ Եվ Աստծո կրակը իջավ, զոհը լափեց, փայտերը լափեց, քարերը լափեց, ջուրը լափեց Եվ բոլոր այդ ժողովուրդը բերանների վրա ընկան եւ ասին Տերն է Աստված, 5 կտակարանում դա այսպես է հնչում, Եհովան է Աստված, հասկանում եք սիրելիներ, 5 կտակարանում դա այդպես է հնչում, Տերն է Աստված։ Եվ տեսնում ենք Սողոմոնի նավակաթիքը տաճարի, եւ որ տաճարը բացվեց, Սողոմոնը եւ որ իր աղոթքը ավարտեց, ամեն ինչ Աստծո ուզածի նման էր, տաճարը համապատասխանում էր Աստծո ուզածին եւ Աստծո կրակը իջավ բոլոր զոհերի վրա եւ նորից գրված է բոլոր ժողովուրդը բերանի վրա ընկան եւ ասին Եհովան է Աստված։ Ոչ մեկը նրանց կոչ չարավ ընկեք ձեր բերանների վրա։ Ես այդպիսի աստվածապաշտության համար եմ նախանձավոր եւ աղոթում եմ Տեր, ես ուզում եմ որ դու այնպես գաս մեզ այցելես, որ մենք առանց որևիցե մեկի ասելու ուղղակի մեր բերանի վրա ընկնենք եւ ասենք Տեր դու ես Տերը։ Մենք ունեցել ենք այդպիսի աստվածային ներկայություններ, ժամանակ Տերը հպվում է մեզ եւ ես վկայեցի անցյալ տարի մեր ճամբարի զույգերի ճամբարի ժամանակ հենց առաջին ժամի աղոթքին այնպես Աստված իջավ, ես այն ձև էի գոռալով աղոթում, որ հաջորդ 4 օրերը իմ ձենը կտրվել էր։ Աստծո ներկայությունը այնքան ուժեղ էր, ու ես հասկացա, որ Աստված ինձ մի հատ նոր նվիրման մակարդակի մեջ դրեց։ Ու ես սա եմ ամեն օր աղոթում, ասում եմ Տեր Աստված, քո գալը լրիվ ուրիշ բան է, եւ որ դու գալիս ես իմ տուն, եւ որ դու իմ սրտի մեջ քո կրակը բորբոքում ես, ես դա եմ ուզում, ես այդպիսի նվիր եմ ուզում, քո համար գնամ մեռնեմ, եթե դա պետք լինի, հասկանում եք։ Այսպիսի նվիրումը Աստծո առաջ յուրահատուկ նվիրում է եւ այսպիսի նվիրված սրտեր Աստված ուզում է պատրաստի սիրելներ եւ եթե դու համաձայն ես որ այդ ճանապարհով գնաս քո սրտում ասա Տեր ես համաձայն եմ։ Տեսեք հիմա տեղափոխվում եմ նոր կտակարան, սկզբից կխոսեմ Հովհաննես Մկրտչի քարոզչության մասին եւ հետո Պենտեկոստեի բուն Սուրբ Հոգու իջնելու մասին սիրելներ։ Մատթեոս 3-րդ գլխում մենք հանդիպում ենք Մկրտիչ Հովհաննեսին, որը Հիսուսից առաջ եկավ եւ Հիսուսի համար ճանապարհ էր պատրաստում եւ մի կարեւոր բան ասավ Մատթեոս 3:11 Հովհաննես Մկրտչի քարոզը Քրիստոսի մասին եւ նա ձեզ պիտի մկրտի Սուրբ Հոգով եւ կրակով նա ձեզ Հովհաննեսը քարոզում էր եկող Մեսիայի եւ Քրիստոսի մասին եւ հետեւյալ բանն էր ասում որ Հիսուսը որ եկավ ձեզ մկրտելու է ոչ միայն Սուրբ Հոգով, այլ Սուրբ Հոգով եւ կրակով։ Եվ հետո ինչ ենք հանդիպում մենք Գործք առաքելոցի 2-րդ գլխի մեջ, որ այսօր Հովիվ Սասունը դրա մասին խոսեց։ Լուսինե Քույրիկը այսօր դրա համար աղոթեց, մենք առավոտը որ աղոթում ենք։ Եվ Պենտեկոստեի օրը Նինա Քույրիկը դրա մասին խոսեց, Գործք առաքելոց 2-րդ գլուխ առաջինից 4-րդ համարները։ Եվ Պենտեկոստեի օրը բոլորը միաբան մեկտեղ են գտնվում 120 հոգի բոլորը մեկտեղ միաբան են գտնվում սիրելներ պիտի լինեին 500 380-ը չդիմացան որովհետև Հիսուսը համբարձումից առաջ ասավ սպասեք մինչև զորություն կառնեք եւ իրանք չգիտեն քանի օր են սպասելու ընդհանուր տեսնում ենք Սուրբ գրքում 10 օր էր մենք գիտենք որ 10-րդ օրը Հիսուսի համբարձումից հետո 10 օր հետո Սուրբ Հոգին յուրահատուկ կրակով իջավ Գիտեք այնքան ուժգին էր Սուրբ Հոգու գալը սիրելներ որ ամբողջ Երուսաղեմ քաղաքի մեջ ուժեղ քամու ձայն լսվեց շատ ուժեղ Սուրբ Գիրքը ասում է սաստկաշունչ քամու ձայն լսվեց ամբողջ քաղաքի մեջ Եվ հետո ասում է վերնատան աշակերտների վրա, որոնք աղոթքի մեջ են Սուրբ Հոգին կրակե լեզուների նման իջավ եւ հանկարծ այս բոլոր 120 մարդիկ սկսեցին տարբեր լեզուներով խոսել Աստծո մեծամեծ գործերի մասին։
Այդ քամու ձայնը եւ այդ զորության ձայնը այնքան ուժեղ էր, որ բոլոր Երուսաղեմի տարածքից մարդիկ հավաքվեցին այնտեղ, որտեղ որ առաքյալները հավաքված աղոթք էին անում։ Դա Հովհաննես Մարկոսի տունն է, որը կոչվում է Վերնատուն այն ժամանակ, սիրելիներ։ Եվ եկան եւ զարմացան ու որոշ մարդիկ տարակուսեցին, որովհետեւ տարօրինակ բան էր, մարդը որ հրյա խոսում էր գերմաներեն, մեկն է խոսում էր իսպաներեն, մեկն է լրիվ մի հատ ուրիշ լեզու էր խոսում ու սրանցից մի քանիսը տարակուսեցին, ասին սրանք առավոտ կանող մի երկու բաժակ գցել են, էս ինչ որ է։ Տանյակ Հրիկը ասավ դրա մասին։ Նոր գինով Տեր ասավ, նոր գինով հարբածների մասին։ Սուրբ Հոգին նաև նոր գինին է սիրելներ։ Ես ուզում եմ այդ նոր գինին։ Նոր գինին գալիս է նոր տիկերի մեջ, նորոգված մտածելակերպի մեջ։ Եվ որ մենք պատրաստ ենք լինում, Աստված բերում այդ գինին։ Եվ հանկարծ, երբ որ այդ կրակները իջան եւ բոլորը լցվեցին Սուրբ Հոգով եւ սկսեցին ուրիշ լեզուներով խոսել, ինչպես որ նրանց խոսել էր տալիս Հոգին։ Հոգին ինքն էր ղեկավարում այդ բոլոր process-ը, 120 հոգի ղեկավարված Աստծո Հոգու կողմից։ Եվ որ որոշ հրյաներ նման հիմար արտահայտություններ արեցին, որ սրանք նոր գինի են խմել, Պետրոսը կանգնեց այդ օրը եւ մի քարոզ տվեց եւ Պետրոսի քարոզից հետո 3000 հոգի դարձան Հիսուս Քրիստոսին։ Եվ ինչ ասավ Պետրոսը, ես կարճ հատվածներ եմ ընտրել ուղղակի։ Ով հրեաստանցիներ եւ բոլորը, որ Երուսաղեմում եք ապրում, սա թող հայտնի լինի ձեզ եւ ականջ դրեք իմ խոսքերին, սրանք հարբած չեն, ինչպես դուք եք կարծում, քանի որ դեռ օրվա 3-րդ ժամն է, այլ սա նա է, ինչպես որ Հովել մարգարեն է մարգարյացել, եւ վերջին օրերին ասում է Աստված, իմ հոգուց պիտի հեղեմ ամեն մարմնի վրա եւ ձեր որդիները ու դուստրերը պիտի մարգարյանան, առաջին նշանը Սուրբ Հոգու գալը մեր որդիներին, դուստրերին պիտի դարձնի մարգարյացողներ։ Ձեր որդիները եւ դուստրերը պիտի մարգարյանան, ձեր երիտասարդները տեսիլքներ պիտի տեսնեն, իսկ ձեր ծերերը երազներ պիտի տեսնեն, եւ իմ ծառաների ու աղախինների վրա եւս այդ օրերին իմ հոգուց պիտի հեղեմ եւ պիտի մարգարյանան նորից։ Սուրբ Գիրքը սիրելիներ, գիտեք ինչ ասում։ Սուրբ Գիրքը ասում է, մենք ապրում ենք վերջի ժամանակների մեջ եւ Աստված ասում է ամեն մարմնի վրա ես հեղելու եմ։ Դուք եք ինչ նշանակում հեղել։ Հեղել գիտեք, ես բան պատկերացնում, ասեք այս բաժակ ջուրն է, դուք պատկերացրեք այս բաժակ ջուրը լիքը, սա պիտի լիքը լինի, որպեսզի ես կարողանամ դա հեղել։ Կիսատ բաժակը դու չես կարող հեղել։ Եվ որ լիքն է ու դու դա շպրտում ես ժողովրդի վրա։ Հիմա ես ձեզ խնայում եմ, չեմ շպրտում ձեր վրա այս ջուրը սիրելիներ։ Բայց դուք պատկերացրեք, եւ Աստված երկնքից հեղեց Սուրբ Հոգին 120 աշակերտների վրա եւ ամբողջ Երուսաղեմը ցնցվեց եւ դրանից մի քանի ամիս հետո ամբողջ աշխարհը իմացավ, որ Հիսուս Նազովրեցին Տերերի Տեր է եւ ամենակարող Աստված է։ Այն ժամանակ կար կայսրապաշտություն, կայսրերին Աստծո նման երկրպագում էին եւ հանկարծ հայտնվեց մի ուրիշ Տեր, Հիսուս Նազովրեցին, Սուրբ Հոգով լցված աշակերտները սկսեցին քարոզել եւ ասին այո կա մի Տեր, որը կայսրից է մեծ է եւ հզոր է։ Եվ սա արեց Սուրբ Հոգին սիրելիներ։ Եթե դու ուզում ես համարձակ լինես Հիսուսի վկայության համար, եթե դու ուզում ես սուրբ լինես Հիսուսի համար, եթե դու ուզում ես կարողանաս ներես քո բոլոր թշնամիներին, սիրես քո բոլոր թշնամիներին, միայն մի տեղ, մի ճանապարհ եւ մի միջոց կա, դա Սուրբ Հոգով լցվելն է։ Եթե դու ուզում ես ապրես ճիշտ քրիստոնեական կյանք, միայն մի տարբերակ կա. Տեր, ես ուզում եմ լցվեմ Սուրբ Հոգով։ Մի երգ երգեցինք, այս երգը ես մոտավորապես 2014 կամ 13 թվին եմ գրել, եթե խնդրենք Սուրբ Հոգին, մեր երկնավոր Սուրբ Հորից, նա իր բարության բանգին կպարգևի իր հոգին, հացի տեղ քար չի տանա, ձգի տեղոտ չի տանա, եթե խնդրենք հապագով, Սուրբ Հոգին կգա, Սուրբ Հոգին կիջնի մեզ վրա։
Հասկանում եք ժողովուրդ։ Եթե խնդրենք մեր երկնավոր հորից, որ տա Սուրբ Հոգին, մենք հաց ենք խնդրում, նա քարտ չի տա, նա կտա Սուրբ Հոգին։ Հասկանում եք։ Եվ դրա համար այսօր մենք խնդրելու ենք, որ նրանք, որ դեռևս Սուրբ Հոգու լեցունության փորձառությունը չեն ունեցել, մենք խնդրելու ենք, թե թող իջնի Սուրբ Հոգին։ Դու ինքդ խնդրի եւ փափագի, ես ուզում եմ քո Սուրբ Հոգին։ Նայեք սիրելիներ, ես մի կարճ վկայություն տամ իմ Սուրբ Հոգով մկրտվելու պատմության մասին։ Եվ որ ես լսեցի, որ Սուրբ Հոգի կա, որովհետև 90-ականներին ամբողջ Հայաստանով մենակ այդ քարոզներ գնում։ Հավատացյալները Սուրբ Հոգի են ստանում եւ սկսում են տարբեր լեզուներով խոսել։ Սա ինձ նենց բռնեց այս զրույցը, այս միտքը, այս խոսքը, հետո որ ցույց տվին, որ նոր կտակարանում գրված է, որ առաքյալները հավաքված են եւ Սուրբ Հոգին իջավ եւ բոլորը սկսեցին լեզուներով աղոթել, տարբեր լեզուներով, ես մի քանի շաբաթ շարունակ ծոմ էի պահում աղոթում, գնում էի առանձնանում, էլ Բաղջեն, էլ մեր տան կրիշել, էլ մի անապատ տեղ, ծնկի էի գալի եւ մենակ ես մի բանն էի խնդրում։ Երկնավոր Հայր, մենակ ես քեզանից Սուրբ Հոգին եմ ուզում, էլ ուրիշ ոչ մի բան չեմ ուզում։ Այն ձևի մի ծարավ, այն ձևի մի հատ ներքին, փափակ, աստվածային այդ կարևոր անձի մասին սիրելիներ, եւ իմացեք, Սուրբ Հոգին աստվածային երրորդության երրորդ անձն է։ Մենք պաշտում ենք Հորը, հետո Որդուն, հետո Սուրբ Հոգուն։ Հայրը ուղարկեց Որդուն մեր մեղքերի համար զոհվելու։ Որդին զոհվեց, ասավ, ես գնում եմ, բայց ես որդ չեմ թողելու, ուղարկելու եմ Սուրբ Հոգին, եւ դրա համար աշակերտներին ասավ, սպասեք, որ Սուրբ Հոգին գա, դուրս չգաք Երուսաղեմից։ Եվ որ գնաց, իր գնալուց 10 օր հետո Սուրբ Հոգին իջավ։ Սուրբ Հոգին նույն Հոր եւ Որդու Հոգին է, նույն Հայրը եւ Որդին է Սուրբ Հոգին, հասկանում եք։ Այսինքն ոչ թե որ նույն անձն է, այն նույն սերը, այն նույն բնավորությունն ունի։ Եվ Սուրբ Հոգին այնքան յուրահատուկ էր, որ Հիսուսը ասավ, մարդկանց բոլոր որդիների մեղքերը կներվի, բայց եթե մեկը հանկարծ համարձակվի Սուրբ Հոգուն հայոյի, այդ մեղքը հավիտյան չի ներվի։ Եվ ինքի նկատի ուներ սա ասելով, ոչ թե սովորական հայհոյանքը, մտքերը, որ չարը տալիս է մեզ, դրա մասին չի խոսքը սիրելիներ, այլ եթե մարդը Սուրբ Հոգով քարոզում է, Սուրբ Հոգով գործում է, Սուրբ Հոգով Աստծո գործերն անում, հանկարծ մեկը կանգնի եւ ասի, եւ սա սատանա է, ինչպես Հիսուսին էին ասում, դու սատանա ես, այդ մեղքը չի ներվի, սիրելիներ, հասկանում եք, մենք պետք է զգուշ լինենք։ Եվ Հիսուսը իր խոստումը կատարեց, Սուրբ Հոգին իջավ Պենտեկոստեի օրը, առեսօր Սուրբ Հոգին երկրի վրա է։ Եվ որ Ստեփանոսին քարկոծում էին, նա նայեց երկինք, այնտեղ միայն տեսավ Հորը եւ Որդուն Հոր աջ կողմը կանգնած, որովհետեւ Սուրբ Հոգին երկրի վրա է։ Սուրբ Հոգին երկրի վրա է, սիրելիներ, եւ Սուրբ Հոգին նույն Տեր Աստվածն է եւ ամեն վարքյան մեզ հետ է, նա կարա շարժվի քամունը նման, նա կարա մենք զգանք կրակի զգացողություն, տոկի եւ հոսանքի զգացողություն, կարա մի հատ ուժեղ էներգիա բռնի մեզ եւ դա Սուրբ Հոգու ներկայությունն է։ Ու ես, եւ որ Աստված տեսավ իմ փափագը, գիշեր ու ցերեկ մենակ դա է աղոթում։ Մենակ, գիտեք ինչ նեղ տարիներ էր, ահավոր նեղ տարիներ էր, ոչ աշխատանք կար, ոչ փող կար, ոչ էլ ուտելու հաց կար։ 2 շաբաթ ես չեմ իմացել հացը ինչ է նշանակում, հաց չկար մեր տանը։ Ուտելու ճաշ կար, կարտոլ կար, լախանակ կար, բայց հաց չկար, որտեղ ցորեն չկար, ալյուր չկար, հասկանում եք։ Ես տեսել եմ այդ ցողը, բայց ես ընկած բերանից վրա ասում էի, ոչ թե ասում էի Տեր Աստված, հացի հարատու ինձ որ հաց առնեմ, ես մենակ այդ էի աղոթում, ես հիշում եմ, այս վերջերս Աստված ինձ հիշացրեց, որ ես մենակ այդ էի աղոթում, մենակ Տեր քո Սուրբ Հոգին տու ինձ, ես էլ ուրիշ բան չեմ ուզում։ Եվ մի օր ես հայտնվեցի մի մեծ ժողովի մեջ եւ բոլորը Սուրբ Հոգով աղոթում էին եւ ես այդ ձեռներս բարձրացրի, ես զգացի, որ ինչ որ մի զորություն իմ արմունկների այս մասից բռնեց, բայց ես լեզուներ չխոսացի, ես մեծ զորություն զգացի, բայց լեզուներ չխոսացի։ Հաջորդ օր այդ հյուրերը քարոզիչները գնացին, ես այդ տանը մնացի Ստեփանավանի գյուղերից մեկում էի ու հաջորդ առավոտ 2 քույրիկ կային այդտեղ։ Այն ժամանակ ես 50-ական եկեղեցում էի, ես 50-ականների միջոցով ապաշխարեցի 90-ականներին, ուրեմն
Եվ հետո այդ քույրերը հարցրին, ասին, եղբայր Սուրբ Հոգի ունես, ասի չունեմ, բայց այնքան շատ եմ փափագում, իրանք մեծ կանայք է, ես այդ ժամանակ 20 տարեկան էի, իրանք 50-50-ից վերև քույրիկներ էին։ Բա ուզում ես մենք աղոթենք ու դու մկրտվես, ասի, բայն էլ ոնց եմ ուզում, որ դուք աղոթեք ու ես մկրտվեմ, եթե դա հնարավոր է։ Սուրբ Գիրքը դրա մասին էլ ասում։ Պողոս ասում է ձեռ դրեց եւ մարդիկ սկսեցին Սուրբ Հոգով մկրտվել եւ լեզուներ են խոսում եւ մարգարյանում են սիրելներ։ Այս քույրիկները իրանց մեջտեղի ինձ չոքացրին, երկու կողքերքից իրանք չոքեցին, ձեռներները մեկնեցին դեպի ինձ եւ սկսեցին բարձր լեզուներով աղոթել։ Ես էլ այդ պահին հիմա համիմ ծիծաղն ա գալի, ոչ թե ծաղրանքից, այլ այդ անսովորությունից։ Այդ օտար լեզուների աղոթքը ես որ լսում եմ, այդ անսովորությունից ծիծաղս գալիս է։ Այս քույրերից մեկը աղոթքը դրական, եղբայր ջան, մեղքա չի կարելի, մի ծիծաղի, բայց ես ուզում եի բացատրեմ, բայց տեսա որ բացատրելու դեռ չկա, լրջացա։ Ասի, բայ ես ինչ աղոթեմ, դու էլ մենակ ասա ալելույա կամ փառքես Տեր, արագ ասա ալելույա։ Հնազանդվեցի ու սկսեցի բարձր ձայնով, ալելույա նշանակում է օրհնեցեք Տիրոջը։ Հիմա ինչի համար է սա կիրառում է ժամանակ, հիմա էլ են որոշ մարդիկ կիրառում, որպեսզի մարդու լեզուն բացվի, հասկանում եք։ Ու ես սկսեցի արագ ասել միայն ալելույա բառը, ալելույա, ինչքան հնարավոր էր ես արագ ասում եմ, իրանք էս կատաղած աղոթում էին լեզուներով ու հանկարծ սա էլ կապ չուներ ոչին ալելույա ասելու հետ, ոչ էլ այս քույրիկների աղոթքի հետ, հանկարծ դա վարգյանի 100-րդական մասով է կատարվում։ Ես մի ուժեղ կրակ զգացի, մի շատ ուժեղ թրի նման կրակ էր, երկնքից այնքան արագ իմ գլխի միջով այստեղով այսօրվա նման հիշում եմ։ Այդ թրի նման կրակը մտավ ուղիղ ներսս, հենց մտավ ներսս, ես պորտքալով 2-3 տարօրինակ ինչ-որ լեզվով բառեր ու ավտոմատի նման հոչ եմ ասում այդ բառերը ու ես հասկացա, որ ես Սուրբ Հոգին իջավ իմ մեջ։ Ես այդ մի քանի օրը չէի կարող կտրվեմ այդ աղոթքից, խոսում էի, հետո գնալով այդ բառերը շատացան, ես հիմա ահռելի քանակով տարբեր լեզուներով նախադասություններ եմ ասում, էլ ռուսերեն, էլ հայերեն, էլ անգլերեն, էլ թուրքերեն, էլ արաբերեն, էլ կորեական, ճապոնական, աշխարհի վրա ինչքան լեզու կա, խառնվում է, ու ես շատ եմ սիրում լեզուների աղոթքը, ես շատ եմ օգտագործում լեզուների պարգևը։ Եվ այդ մի օրվանից սկսեց, ու Սուրբ Հոգուի մեջ գալը, գիտեք ինչ արավ, ես այնքան պարզ սկսեցի լսել Տիրոջ ձայնը, միջև ես չէի լսում։ Այնքան պարզ սկսեցի ես լսել Տիրոջ ձայնը, ու այդ օրվանից սկսեց նաև իմ ահավոր հալածանքները։ Ինձ սկսեցին հալածել դաժանորեն, ժողովուրդ ջան, եւ որ Սուրբ Հոգին իջավ իմ մեջ, որ Հիսուսին ընդունեցի, հարազատներս էին հալածում, բայց որ Սուրբ Հոգին եկավ իմ մեջ, արդեն գյուղի ու ռայոնի մասշտաբով հալածանքները սկսեցին դեմ։ Հասկանում եք, սա ինչ է նշանակում, որ սատանան չի հանդուրժում Սուրբ Հոգում լցված մարդկանց, սատանան չի սիրում։ Եվ այսօր Սուրբ Հոգու լեզուներ խոսացող, նույնիսկ ավանդական եկեղեցու մեջ մարդիկ կան, ասում են սրանք չարից են, սրանք դիվայն լեզուներ են խոսում, այ դա է հայհոյությունը, դա շատ վտանգավոր է։ Եվ ես ուզում եմ, որ դուք էլ զգուշանաք եւ ուրիշներին էլ զգուշացնեք եւ թույլ չտաք, որ նման անմիտ եւ հիմար արտահայտություններ անեն։ Սուրբ Գիրքը պարզ խոստում ունի, խնդրես Սուրբ Հոգին, Աստված կտա քեզ Սուրբ Հոգին, հետև եթե ես հաց եմ խնդրում, նա ինձ քար չի տա, եւ գրված է, սա գրված է Ղուկասի 11 գլխի մեջ, մարդիկ ինձ շատ են մոտեցել, որ ես ուզում եմ Սուրբ Հոգով մկրտվեմ, ինչ կլինի աղոթեք ինձ համար, ես միշտ այս համարն եմ տվել, ասել եմ սա խոստում է, եւ գրված է, եթե դուք խնդրեք հաց, Աստված ձեզ կտա հաց, եթե դուք խնդրեք հավկիտ, Աստված ձեզ կտա հավկիտ, ոչ թե կարիճ, եւ եթե դուք չար եք ձեր զավակներին լավ ընծաներ եք սիրում տալ, առավել ևս 13 խոսքն է, Ղուկաս 11-13, առավել ևս ձեր երկնավոր հայրը Սուրբ Հոգին պիտի տան նրանց, որ խնդրում են իրենից։ Եվ այնտեղ գրված չի դու պիտի լինես մի քանի տարվա հավատացյալ, դու պիտի հատուկ սրբացում ունենաս, ոչ, մեզ ոչ մի հատուկ բան պետք չի, մեզ պետք ամենակ պարզ մանկական հավատք, որովհետև Սուրբ Հոգին գալիս է, որ ես սրբանամ,
Սուրբ Հոգին գալիս է, որ ես աճեմ, Սուրբ Հոգին գալիս է, որ ես ճանաչեմ Տիրոջը։ Եվ այդ օրը ինձ համար արտարոց էր, եւ մինչեւ այսօր 35 տարի ես այնքան բան եմ սովորել Սուրբ Հոգու միջոցով, սիրելներ։ Սուրբ Հոգին հզորագույն անձն է, աստվածային երրորդ անձն է, որ այսօր երկրի վրա է, եւ միայն նա կարող է կառուցել ճշմարիտ հավատքը, եկեղեցին եւ հավատացյալին։ Եվ եթե ուզում ես Սուրբ Հոգով լցվես, եթե փափագում ես, կանգնիր ինձ հետ աղոթքի մեջ եւ մենք աղոթում ենք արի Սուրբ Հոգին։ Այս կարևոր օրը ես ուզում եմ, ես լսեցի քո մասին Տեր, բայց ես ուզում եմ փորձառաբար վերապրել եւ